Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ֆոտոլուր գործակալությունն արժանացավ լրատվական գերազանցություն մրցանակին ուղիղ 1 տարի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Էլեկտրիկ Երևանի բողոքի ցույցերի լուսաբանման համար։ Ֆոտոլուրի լուսանկարներից մեկը հայտնվեց համաշխարհային լրատվական գործակալությունների էջերում։ Գործակալության հիմնադիր Մելիք Բաղդասարյանին մրցանակը հանձնեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մյուսը։ Նա իր խոսքում կարևորեց լրագրության դերը ժողովրդավարության կայացման հարցում։ Մենք բոլորս գիտենք, որ հզոր լուսանկարը կարող է նույնքան ազդեցիկ լինել, ինչքան լավ գրված հոդվածը կամ խմբագրականը։ Մրցանակը հանձնվում է ֆոտոլուրին ի նշան Էլեկտրիկ Երևանի լուսաբանման հարցում ցուցաբերած արհեստավարժության ու նվիրումի։ Արդարության խթանում բոլորի համար մրցանակին արժանացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։ Հենց այս դատավորն էր, որ 31 ամիս բանտում մնալուց հետո արդարացրեց սպանության մեջ մեղադրվող Կարեն Կոնգուրցևին, որը պնդում էր, որ նախաքննության ժամանակ մի շարք ապօրինություններ են տեղի ունեցել։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումներին ու իրենց համար ուրախալի է տեսնել ոլորտի դրական տեղաշարժերը։ Այս մրցանակով մենք արժանին ենք մատուցում Նարինե Հովակիմյանին Հայաստանում արդարադատության կայացման գործում իր խիզախ քայլերի համար։ Նա խիզախորեն դիմադրեց բոլոր արտաքին ճնշումներին եւ հետամուտ եղավ արդար վճիռ կայացնելուն։ Նա վառ օրինակ է, որ Հայաստանի դատական համակարգում անկախ դատավոր լինելը հնարավոր է։ Ազատության պաշտպան մրցանակը ստացավ քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը ընտրությունների վերահսկողությունն իրականացնելու համար։ Disability Info հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանն արժանացավ ներառման խթանում մրցանակին։ Նա իր խոսքում ընդգծեց հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար հավասար պայմանների ու ներառման կարևորությունը։ Իսկապես ես ուզում եմ ասել, որ ներառման գործընթացը դա շատ հեշտ բան չէ։ Դրանք իհարկե մանր բաներ են, որոնց մասին պետք է մտածել, ինչպես օրինակ այս մատչերի ամբիոնը կամ մատչերի բեմը բոլորի համար, դրանք պիտի հասանելի լինեն բոլորին, մենք պիտի մտածենք այդ մասին։ Խիզախ կին մրցանակը ստացավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմա Հասրատյանը։ Նա նշեց, որ պետք է հասնել նրան, որ կանայք եւ տղամարդիկ հավասարապես ազդեն կառավարման համակարգում փոփոխությունների իրականացման վրա։ Մենք ձեզ հետ միասին գիտենք, որ մենք ունենք բազում դժվարություններ եւ հասարակական կազմակերպություններ եւ առաջին հերթին կանանց կազմակերպություններ պետք է փորձեն ներազդել երկրի կառավարման համակարգի վրա, որպեսզի փոփոխություններ լինեն։ Պետք է ասեմ, որ այսօր գիտակցեցի, որ այդ ազդեցությունները այդքան հեշտ չեն տրվել եւ այդ դրա մեջ էլ կարծում եմ այն բնորոշումն է խիզախ կինը։ Կփորձեմ արտարացնել այն գնահատականը, որը տրվել է ձեր կողմից։ Տարածքային կառավարման զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն արժանացավ կառավարության բարեփոխիչ մրցանակին։